Տերության հայցը ավելի շատ արարողակարգային էր, քանի որ Վրաստանի նախագահը այս տարի այցելել էր Հայաստան եւ հրավերը կար, որ ես պետք է այցելեի եւ ժամանակի իրար հետ քննարկելուց հետո համընկավ, 2 օր եղավ, 3 էր, միասին ենք անցկացրել այդ ժամանակը, եկանք հիմա ավարտվեց, այն ինչ որ կա պաշտոնական, դա իրականում է ոչ պաշտոնական մասում ավելի շատ ընդգծված բարեկամական, ընկերական միջավայրում ենք մենք աշխատել եւ խոսակցություններ եղել են համարյա անկաշկանդ բոլոր թեմաներին վերաբերյալ, այն որ մեզ բոլորիս կհետաքրքրի, մենք փորձել եմ ներկայացնել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, նաեւ այս խաղաղության հետ կապված, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հետ կապված նոր իրավիճակը եւ բոլորին էլ հետաքրքրում է թե հետագայում ինչ է սպասում, հատկապես թրիփի հետ կապված սահմանների բացման եւ շատ բնական է այդ ամեն ինչը, մեզ այլ հարցեր էր հետաքրքրում հիմնականում էլի ներքաղաքական իրավիճակի հետ կապված, հետո իրենց արտաքին խնդիրների հետ կապված որոշ չասեմ բարդություններ, բայց որոշ խնդիրներ են առաջացել, որոնք այսպես թե այնպես չեն կարող մենք շրջանցել եւ ընդհանուր նաեւ ապագայում մեր անելիքների մասին, մեր ծրագրերի մասին գիտեք ոնց որ այն երկրներն ենք, որոնք որ իրականում հակասություններ ընդհանրապես չկա եւ եթե ժամանակ ինչ որ պատմության մեջ եղել են, դրանք շատ հեշտ հարթվել են եւ սա ես այդպես էլ բնորոշում եմ, որ սա եզակի դեպքերից է, որ հարևան երկրներն են, որ երբևիցե այդ հարևան երկրները իրար հետ մեծ խնդիրներ չեն ունեցել։ Շատ քիչ արին, միշտ հարևաններն են, չէ՞, խնդիր ունենում։ Առավելևս մենք լավագույնս տեղակ ենք դրա մասին, մենք հարևանների հետ խնդիրներ ունենալով եւ ինքը օրինակ է, թե ինչպես կարելի է ապրել կողք կողքի եւ երբևիցե խնդիր չդառնան մեկս մեկի համար, այլ ընդհակառակը։ Մենք մեկս մեկից դրացրել ենք եւ օգնենք եւ հիմա ավելի շատ հենց այդ տնտեսական համագործակցության մասին ենք խոսում, որտեվ միշտ քննարկում այն թեման, թե ինչու ներդրումներ չկան, երկկողմանի, շատ դեպքերում տնտեսագիտական բացատրությունը նաեւ որ մեր տնտեսությունները շատ միանման են եւ այդ առումով իրար փոխկապակցված չեն կարող լինել, բացի տրանսպորտային հաղորդակցության ուղիների առումով։ Բայց հիմա կարծում եմ նոր միջավայր է ստեղծվում Հայաստանում, կարծում եմ նույնն կարելի ասել Վրաստանում եւ այդ նոր միջավայրի հնարավորությունները խոսքը գնում է բարձր տեխնոլոգիաների մասին, խոսքը գնում է էներգետիկ մեր հնարավորությունների երկու երկրների իրար հետ փոխադարձաբար օգտագործելու նաեւ սահմանների կառավարումը համատեղ իրականացնելու եւ այս առումով մենք անելիքներ ունենք եւ հենց այս քննարկումներն է որ 3 բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների հետ մենք խոսեցինք իհարկե ազգային ժողովում յուրահատուկ խոսքը հենց վերաբերում էր ազգային մեր խորհրդարանների համագործակցությանը, որտեղ իրականում դա էր կարևոր նշանակություն ունի միջպետական հարաբերությունների առումով, նաեւ հենց ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը ասաց, որ 3 ինքը հանդիպել էր գոլեգայի հետ եւ իրենք էլ իրենց ներքին հարցերն են քննարկել։ Ես գիտեք կարևորը նա է որ մենք վստահելի գործընկերներ ենք։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերություններում եւ ցանկացած որևէ մեկ երկրի հետ հարաբերությունում ամենակարևորը վստահության խնդիրն է, եթե կա վստահություն, դա վստահություն պետական մակարդակով նաեւ անձնական հարաբերություններում եթե կա այդ վստահությունը, դա շատ կարևոր է եւ դա նաեւ պարտավորեցնող է եւ մենք հիմա այդ միջավայրում ենք գտնվում եւ այստեղ շատ գնահատելի է հատկապես երկու երկրների նաեւ վարչապետերի այս հարաբերությունները եւ դուք հետեւել եք որ պարբերաբար պաշտոնական հանդիպումներ են լինում այդ միջկառավարական հանձնաժողովի նիստերը տարեկան 2 անգամ եւ բացի դա լինում են հնարավորություններ աշխատանքային տարբեր հանդիպումներ եւ նաեւ ասեմ ձեզ որ տեղակ լինեք միջազգային տարբեր հարթակներում եւ ես վստահ եմ եւ վարչապետը եւ իմ գործընկերները հնարավորության դեպքում մենք ամեն ինչ անում ենք որ իրենց հանդիպենք խոսքը կոնկրետ վրացի գործընկերների մասին է եւ նաեւ միասնական տեսակետներ ունենալ շատ հարցերի վերաբերյալ, որոնք հետաքրում են ոչ միայն տարածաշրջանային, այլ ընդհանրապես ասենք ընդհանուր միջազգային հնչեղության հարցերի վերաբերյալ, որոնք մի նպատակ է հետապնդում, եթե կարող ենք աջակցել ընդհանուր խաղաղության կամ կայունության հաստատելուն։ Պարոն նախագահ, անվտանգության եւ խաղաղության առումով բավական շատ մտահոգություններ արտահայտվում են այդ դեպքում
Ձեր զգացողությունը հիմա մենք այնպեսի տեղում ենք, որ սահմանազատված առաջին հատվածն է ինչպիսին է եւ պատկերն ընդհանուր առմամբ անվտանգային առումով Երբևիցե էս խորհուրդը այստեղ կան գարտել։ Հա, տեսեք, խորհուրդը նրանում է, որ սկսեմ դրանից։ Խորհուրդը նրանում է, որ այս են 12 կիլոմետրանոց հատվածն է, որի մասին անցյալ տարի բուրըն քննարկումներ էր եւ անհարկի քննադատություններ էր եւ կասկածներ էր եւ մեղադրանքներ էր, որոնք ինչ որ առումով խանգարեցին աշխատանքների ընթացքին, բայց հետևողական աշխատանքի արդյունքում խոսքը վերաբերում է եւ կառավարությանը, խոսքը վերաբերում է եւ տեղական իշխանություններին, մարզային իշխանություններին, նաեւ համայնքային իշխանություններին, որ այդ հետևողականությունը օգնեց իրականում վերջնական տեսքի հասցնել այն ինչին, որ մենք մտածում ենք եւ տեղի ունեցավ այդ 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը։ Այստեղ ամենագնահատելին նա է, որ շատերը կասկածի տակ են դնում, թե ինչ փաստաթղթի հիման վրա է դա արվել, արդյոք դա իրավական է, լեգիտիմ է եւ այլն։ Իրականում կա այդ փաստաթուղթը, այդ քարտեզը կա, դա լեգիտիմ է, դա երկու կողմից ճանաչված է եւ այդ փաստաթղթի հիման վրա, այդ քարտեզի հիման վրա շարունակվել է այդ գործընթացը եւ իմ այստեղ կանգնելը նաեւ օգտվելով հնարավորությունից, որ վերադառնալիս ես առաջարկեցի մեքենայով վերադառնալ, ինքս էլ վաղուց այս ճանապարհով չէի անցել, թեկուզ մինչ պաշտոն ստանձնելի ես շատ հաճախ եմ եղել այս ճանապարհով անցել, համարյա կարող եմ ասել սանտիմետր ճանապարհին տիրապետում եմ, այդ թվում նաև վտանգավոր այդ ճանապարհներով եմ անցել ես եւ իհարկե ոչ մի անգամ խնդիր չի եղել, փառք Աստծո, բայց որոշ դեպքերում հիմա սիմվոլիկա է դարել, որ սա մեկ խորհրդանշում է հենց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների խաղաղ հարաբերությունների հաստատման։ Եվ տեսեք, խաղում են ֆուտբոլ, հիշում եք ոնց է ինչ հարաշոհում, այստեղից դպրոցից կերևա ադրբեջանական դրոշը, մենք շատ են քննարկել այդ հարցը, ես էլ այդ քննարկումների մասնակցել եմ, դպրոցը կա, ֆուտբոլի դաշտը կա, անվտանգ միջավայր է, կարծում եմ բոլորիս համար, եւ սա երևի Հայաստանի Հանրապետության հայ-ադրբեջանական սահմանի ամենաանվտանգ մասն է, որտեղ երկու կողմից սահմանապահ զորքերն են կանգնել եւ իրենք են անվտանգությունը ապահովում։ Սա լավագույն օրինակն է, ուղղակի առիթը օգտագործելով, նաեւ շնորհակալ եմ, որ դուք ընդառաջեցիք եւ մեր այս այցելության ընթացքում մեզ հետ ուղեկցելով զատ նաեւ այստեղ կանգնեցինք։ Այս ամեն ինչը մարդկանց ցույց տալ, սա ցուցադրական ակցիա չի։ Սա իսկապես անհրաժեշտ է, որպեսզի բոլորներ տեղյակ լինեն եւ տեսնեն եւ համոզվեն, որ այն գործընթացը, որ գնում է Ադրբեջանի հետ, խաղաղություն հաստատելու, դա իրականություն է դառնալու, ի վերջո իր նպատակին է հասնելու եւ գալու է այն օրը, երբ որ մենք իսկապես պարզապես անվտանգ ամբողջ 1000 կիլոմետրանոց սահման ենք ունենալու եւ որի արդյունքում հնարավորություն է լինելու շփումներ հաստատել, ուղղակի շփումներ, որտեղ այստեղից ադրբեջանական բնակավայրը ընդամենը ձեռքով էսպես, որ մենք ասում ենք, հասանելի է, ինչու չօգտվել այդ հնարավորություններից եւ մեր կողմից եւ մյուս կողմից եւ նաեւ ինչու՞ չէ միասին համատեղ տնտեսական ծրագրեր կարող ենք անցկացնել, Ջոғազի ջրամբարի մոտով ենք անցնում, ինչու այդ ռեսուրսը չօգտագործել, առավելևս որ դրա կարիք ունեն համապատասխան գյուղատնտեսական տնտեսությունները եւ ընդհանրապես սա է։ Ես ինքս էլ ուզում եմ մեկ անգամ եւս համոզվել, որ պլանավորված ընթանում է ինչ որ նախատեսված է, հիմա եկեղեցին նոր խոսեցի վարպետների հետ, որ 10 տարվա վերջ կավարտեն, ես եղել եմ այստեղ, չեմ հիշում, անցյալ տարի ոնց որ նոր էր սկսվում, բայց հիմա արդեն զգացում եմ, որ իսկապես ավարտին է մոտենում, հա տեսա նաեւ Ոսկեպարի եկեղեցին, ես 3 հետևում եմ ամուլի հրապարակումներին, որ խաչը չկա, չգիտեմ եւ այլն, բայց տեսա որ գործ են անում, կարծում եմ դուք եք տեսակ, որ այնտեղ իսկապես տանիքի երևի կարիք կա ջերմամեկուսացման կամ ջրամեկուսացման ավելի ճիշտ եւ այնտեղ վարպետներն աշխատում են եւ վստահ լինենք վաղը մյուս օր խաչի իր տեղում կլինի եւ ոչ ոք չի կարող ասել որ դա որևէ մեկի պահանջով է արվել ըստ անհրաժեշտության։ Պարոն նախագահ, Ձեզ ինչ հանգրվանի պետք է հասնենք, որ Ադրբեջանի հետ այլևս խաղաղության գործընթացը անշրջելի լինի։ Դա կլինի այն ժամանակ, երբ որ վստահությունը մեր երկու ժողովուրդների միջև վերականգնվի։ Դա ժամանակի հարց է։ Մենք որպես քաղաքական պատասխանատուներ պետք է իսկապես ապահովենք իրավական, քաղաքական այդ գործընթացի եւ իրավական ձևակերպումները, որպեսզի այսպիսի իրավիճակ ունենանք։ Այսինքն սահմանազատվի
մենք այլևս ճանաչել ենք իրար տարածքային ամբողջականությունը, դա փաստ է, փաստաթղթերում կա ինքնությունը, ինքնիշխանությունը, այդ ամեն ինչ մենք ըստ էության ընդունել ենք երկկողմանի, հիմա այդ գործընթացը վերջնական ավարտը կլինի այն ժամանակ, երբ որ մենք որպես երկու երկրների քաղաքացիներ, ժողովուրդներ կարողանանք մեր մեջ հաղթահարել այն բարդությունները, այն բարդույթները, որ կա եւ սկսենք առնվազն համատեղ ապրել եւ հանդուրժողաբար վերաբերել միմյանց հետ, որևէ մեկը չի կարող ասել, թե դա երբ կլինի, ես իհարկե կուզեմ, որ դա շատ արագ լինի, այդտեղ պետք է ուղղակի երկու երկրի իշխանություններն նպաստավոր պայմաններ ստեղծել, եսի նկատում թեկուզ այստեղ կարողանալ այդ համատեղ ծրագրեր անել կամ հնարավորինս շատ շփումների առիթներ ստեղծել եւ չվախենալ նրանից, որ մի երկրում կարող է որոշ դժգոհողներ լինեն։ Ես ընդհանրապես ընդունում եմ, որ դա իրականություն դառնալու մեծ հնարավորություն կա։ Եվ երբ որ ես նայում եմ քաղաքասարակության արդեն ներկայացուցիչների շփումները, դրանք հետո կարելի է ավելի մեծացնել ուսանողական շփումների, դրանք կարելի է հետո ավելի նոր գաղափարների մեջ դնել, այն տեղերում, որտեղ որ նուրբ ինչ-որ զգայական խնդիրներ չկա, որտեղ կարելի է պարզապես նստել, քննարկել եւ գիտեք ինչ, ոնց որ թե խնդիրները, որ կա այսօր աշխարհի մակարդակով բոլորիս համար նույնն են, եւ այդ խնդիրների լուծումը միասնական ջանքեր է պահանջում, դա կլինի վերաբերող կլիմային, դա կլինի խաղաղությանը, դա կլինի այսօրվա աշխարհում տեղի ունեցող նաև տեխնոլոգիական փոփոխություններին, ասենք արհեստական բանականության, ընդհանրապես արհեստական բանականությանը վերաբերմունքին, դա ամեն ինչը կոլեկտիվ աշխատանք է պահանջում։ Սա բոլորն են ընդունում եւ այդտեղ մեկուսանալ հնարավոր չէ։ Իսկ հարևանների հետ այդ աշխատանքները կատարել շատ ավելի հեշտ պետք է լինի եւ այդտեղ շատ ավելի արդյունքներ կարելի է ակնկալել։ Պարոն նախագահ, եւս մեկ շատ կարճ հարց եւ դուք Բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումներ ունեցաք Վրաստանում, վրացական կողմի հետ եւ նշեցիք նաեւ թրիպ նախագծի մասին։ Կա օրինակ ձեր կողմից որևէ ընկալում ստացված վրացական կողմից, որ նրանք ցանկանում են ներգրավվածություն ունենալ կոնկրետ օրինակ այդ նախագծի մեջ։ Տեսեք, կոնկրետ նախագիծը մի քիչ այլ է, որովհետև իրականում կոնկրետ նախագծի մեջ մասնակցության առումով կողմերը կան, Միացյալ Նահանգներ եւ Հայաստանի Հանրապետություն, որոնք դեռևս իրենց պայմանավորվածությունները վերջնականացնեն, այդ թվում մասնակցության չափազոտ իրավական առումով, որից հետո արդեն բաց կլինի այդտեղ այլ երկրների կամ այլ կազմակերպությունների համար։ Մի ուրիշ կարևոր խնդիր կա, մի ուրիշ կարևոր հանգամանք կա, որի մասին չգիտեմ, միգուցե բարձրացնեմ, միգուցե ոչ, բայց անհանգստություններ միշտ կլինեն երկու կողմից էլ։ Եվ ընդհանրապես, երբ որ խոսում ենք սահմանների բացման մասին, էլի այդ անհանգստությունները կան, ինչ որ որոշակի առումով նույնիսկ ռիսկեր են մարդիկ ենթադրում, որը չի բացառվում, բայց չօգտագործել հնարավորությունը, այսինքն այդ այլընտրանքը, սա ընկալումը կա վրացական կողմից եւ որովհետեւ ի վերջո արդյունքում իրենց մրցունակություններ է բարձրանալու սրանից եւ ընդհանրապես տարածաշրջանի մրցունակությունն է բարձրանալու։ Այս նպատակը նա է, որ իսկապես մեր տարածաշրջանը ընդունվի որպես տարանցիկ կամ խաղաղության խաչմերուկի ինքը վերածվի ամբողջապես եւ մենք կարողանանք արևելք արևմուտք այդ կապի են դերը նշանակությունը, որ դարեր շարունակ ունեցել ենք, բոլորը խոսում են մետաքսի ճանապարհի մասին։ Այդ ճանապարհը անցել է այստեղով։ Այն ճանապարհը, որը հիմա մենք փորձում ենք վերականգնել ու զուտ եթե պատմական հիշողություններ վերականգնեն մարդիկ կտեսնան, որ այդպես է եղել։ Հիմա մենք ուզում ենք դա ժամանակակից այսօրվա աշխարհում վերականգնել եւ հնարավորություն տալ բոլորին օգտվելու։ Այն անհանգստությունները, որ կան, հատկապես նաեւ տնտեսագետների կողմից տարբեր ինչ-որ տեսակետներ են արտահայտվում, որ Հայաստանի Հանրապետությունը որոշակի ռիսկերի տակ կընկնի, մեր տնտեսավարողները խնդիրներ կունենան, վստահ եղեք, որ ցանկացած երկրում նոր ծրագիր գաղափար իրականացնելուց այդպիսի անհանգստություններ լինում են, բայց ցանկացած երկրում պետության հենց դերը նրանում է, որ ինքը աչակից լինի իր տնտեսավարողներին եւ իր քաղաքականությամբ օգնի։ Իսկ կարող ենք արձանագրել, որ օրինակ վրացական կողմում այդ մտահոգությունները, որ ինչ որ միջափով իրենց տարանցիկ նշանակությունը կարող է անկում ապրել նախագծի իրագործման արդյունքում փարատված են։ Ես չգիտեմ, չեմ խոսել դրա մասին, պարզապես կարող եմ ասել, որ չի լինի։ Իրենց որևիցե կորուստ չեն ունենա, ընդհակառակը իրենց նշանակությունն ավելի է մեծանալու։
Զուտ էլի օբյեկտիվորեն գնահատելով են իրավիճակը, որ կարող է լինի։ Եթե ստացվի այն ամենի ինչի մասին որ խոսում ենք, այսինքն իսկապես սահմանները բացվեն, այդ տրիպը իրականություն դառնա, որը կդառնա, եւ սա սկսեց աշխատել, ինքը իրեն նոր այնպիսի մի հնարավորություններ է բացել բոլոր երկրներից համար է միջոցառում, բոլորիս համար։ Այդում նաեւ Թուրքիայի համար, այդում նաեւ Իրանի համար, այդում Վրաստան, Ադրբեջան, Հայաստանի համար, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի համար, այնպիսի մի հնարավորություն է ստեղծել, որ մենք հետո պետքա մեզ ինքներս այսպես քննադատաբար մոտենանք, ասենք ոնց մենք ինչ չենք օգտագործում սա, ինչ ենք անում, մենք մեր հետ ինչ ենք արել, հանուն ինչի։ Ինչի համար էր այս ամեն ինչը, երբ որ այս կար իրականությունը կար, կարող ենք անել օգտվել եւ դրանից մեր բարեկեցությունը բարձրանալ։ Իմ մոտեցումը սա է եւ տպավորությունները, որ կա վրացական կողմից, էլի նմանատիպ է, ամենայն դեպս այն խոսակցությունները, որ ես ունեցել եմ եւ կառավարության ղեկավարի հետ եւ ազգային ժողովի եւ նաեւ Վրաստանի նախագահի հետ, իրենք որևիցե այդպես անհանգստություն չեն ցույց տվել, չեն ցուցաբերել։ Ախված ամեն ինչ լինում մեզնից հավատացեք։ Եթե մենք ցանկանում ենք, որ իսկապես խաղաղ ապրել, մենք ցանկանում ենք հարևանների խնդիրները մերը դարձնելով մեր իրանցը լավ իմաստով, այսինքն այդ խնդիրները լուծելու ճանապարհով գնալ եւ ոչ թե ավելի մեծացնելով, մենք հաջողություն կունենանք, բայց եթե տրամադրված չենք, ու դեպքում խնդիրներ կունենանք եւ կհայտնենք այն միջավայրում, որ կար մինչ 22 թիվ ասեմ, 21 ասեմ կամ մինչև 25 թիվ ասեմ։ Մինչ այն ժամանակաշրջանը, երբ որ մենք կարողացանք Ադրբեջանի հետ համաձայնացնել մեր խաղաղության պայմանագրի 17 կետերը, այս տարվա մարտ ամիսի նկատմամբ։ Միշտ ես այդպես եմ նայում հարցերին եւ ընկալումն էլ այդպես մեր հարևանների կողմից եւ իրանք նաեւ պատրաստական են դա էլ անգամներով կրկնեցին, որևէ հարցում աչակցել նույն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առումով եւ ընդհանրապես մեր հարաբերությունների զարգացման առումով, եթե ինչ որ մի խնդիր կա, որ պետք է լուծենք, բայց նաեւ կան չլուծված հարցեր, որոնք առօրյայում միշտ լինում են, նույն սահմանի, որ ես կանգնել եմ, ուզում եի հասկանալ ընդհանրապես ինչով է պայմանավորված դանդաղկոտությունը եւ մնացածը, ու տարբեր գնահատականներ կան։ Սա էլ պետք է ուսումնասիրել հասկանալ, բայց մի բան ինձ համար պարզ էր, որ իսկապես մեր սահմանի բաց թողման, ես էլի ասում եմ, մոտ եւ 4 կամ 5 տարի չեմ եղել, տարօրինակությունը բարձրացել է եւ մասնագիտական առումով կարողությունները բարձրացել եւ Հայաստանի սահմանը պատրաստական է ճիշտ է ավելի մեծ ապրանք քանակությամբ մեքենաներ ընդունել, եթե իհարկե դրանք չեն լինի ինչ որ ճգնաժամային հերթական, ասենք լարսի փակումից հետո երբ որ մեքենաները միանգամից կան։ Սովորական առօրյա աշխատանքային իրավիճակում ես համոզվեցի, որ մեր սահմանային կետը իրականում ինքը աշխատունակ է, սա էր կարևոր, ինձ անձամբ հետաքրում էր թե ինչ վիճակում է գտնվում, բայց էլի զարգանալու տեղ կա, դրա մասին էլ խոսեցինք մեր պատասխանատուների հետ, ամենայն դեպս այն ինչ որ ներկայացվեց, կարծում եմ դա մեկ անգամ եւս ինձ համոզեց, որ վերահսկվում է եւ այդում նաեւ մաքսային ծառայությունների կողմից եւ ընդամենը 3 էլի մաքսանենգության դեպք էին մի հատ արձանագրեր, ծխախոտի մաքսանենգ ճանապարհով ուզեցել են Հայաստանից տանել, լավ կնի որ չլինի, բայց դե իրանց դերը նաեւ նրանում է որ արքա, որ չեմ